Ողջույն ձեզ սիրելի հայրենակիցներ, ես դոկտոր Ռուբիկ Սարդարյանն եմ, Հայաստանի Շահումյան մշակութային և հասարակական կազմակերպության ղեկավար կազմի անդամ։ Այսօր ուզում ենք խոսենք պատերազմի և մեր մոլորակի կամ բնության մասին։ Պատերազմը ոչնչացնում է ոչ միայն մարդկանց, այլ մեր մոլորակը։ Երբ լսում ենք պատերազմի մասին, սովորաբար պատկերացնում ենք ավերված քաղաքներ, զոհված մարդկանց և միլիոնավոր փախստականների։ Սակայն պատերազմն ունի ևս մեկ լուր զոհ՝ մեր բնությունը։ Այսօր աշխարհի զինված ուժերը համարվում են ջերմոցային գազերի արտանետումների խոշոր աղբյուրներից մեկը։ Ռազմական ինքնաթիռները, տանկերը, ռազմանավերը և ռազմական արդյունաբերությունը սպառնում են հսկայական քանակությամբ նավթ և վառելիք, արագացնելով կլիմայական փոփոխությունները։ Սակայն վնասը միայն դրանով չի սահմանափակվում։ Պատերազմները այրում են անտառները, ոչնչացնում են գյուղատնտեսական հողերը, աղտոտում գետերը, հողն ու օդը և ոչնչացնում են մեր բնության գեղեցիկ, վայրի և ոչ վայրի կենդանիները։ Տարիներով ձևավորված բնական համակարգերը կարող են ոչնչանալ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում։ Ուկրաինայում պատերազմի հետևանքով մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի ծավալը գնահատվում է հարյուրավոր միլիոնավոր տոննաներով։ Գազայի հատվածում Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ոչնչացվել են գյուղատնտեսական տարածքներ, վնասվել են ջրամատակարարման և արևային էներգիայի համակարգերը, իսկ միլիոնավոր տոննա շինարարական աղբը տարիներ շարունակ կմնա շրջակա միջավայրում։ Սուդանում պատերազմը խորացրել է անապատացումը, սովը և ջրի պակասը, Կասպից ծոցում նավթատար նավերի հրթիռակոծումը և նավթի բաց թողումը աղտոտում է գեղեցիկ ծոցի ջրերը։ Բայց կա ևս մեկ կարևոր հարց։ Մինչ աշխարհի շատ երկրներում միլիոնավոր մարդիկ պայքարում են աղքատության, առողջապահության, կրթության և բնակարանային խնդիրների դեմ, հսկայական միջոցներ ուղղվում են սպառազինությանը։ Արդեն գրանցված փաստ է, որ որքան մեծանում է երկրների ռազմականացումը, այնքան ավելի շատ ռեսուրսներ են հեռանում հասարակության սոցիալական զարգացման և բնապահպանության ոլորտներից։ Մարդկությունը կանգնած է մի ընտրության առաջ՝ շարունակել անընդհատ զինվել և խորացնել հակամարտությունները, թե ավելի մեծ ներդրումներ կատարել խաղաղության, գիտության, կրթության, առողջապահության և բնության պահպանության մեջ։ Պատերազմում հաղթողներ գրեթե չեն լինում։ Պարտվում են մարդիկ, պարտվում է տնտեսությունը և պարտվում է նաև բնությունը։ Ովքեր են դրդում պատերազմները։ Ինչ շահեր են հետապնդում գերտերությունները պատերազմից։ Սովորական ժողովուրդը ինչ պետք է անի պատերազմի ժամանակ կամ կանխելու համար։ Որն է առաջադեմ մտավորականության պարտականությունը պատերազմները կանխելու համար։ Վերոհիշյալ հարցերը շարանը կարելի է շարունակել։ Եթե հետաքրքրված եք նման հարցերով, հետևեք Շահումյան կազմակերպության YouTube էջը, բաժանորդագրվեք, լայք արեք և կիսվեք մեզ հետ ձեր կարծիքներով։ Շնորհակալություն ուշադրության համար։